Բարոն Մյունխաուզենի արկածները։ Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը։ Երկար քթով մի փոքրիկ ծերուկ բուխարու առաջ նստած պատմում էր իր արկածները։ Լսողները նրա երեսին ծիծաղում էին. «Այ քեզ Մյունխաուզեն, այ քեզ բարոն»։ Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել 3 ոտանի մարդկանց հետ, թե ինչպես իրեն մի մեծ ծուկուլ է տվել, ինչպես է գլուխը կտրել։ Մի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց նրան ու հանկարծ բացականչեց. «Այդ բոլորը սուտ է, այդպիսի բաներ չեն եղել»։ Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց. «Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխանները ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհի ամենաճշտախոս մարդն եմ»։ Շրջապատողները ավելի բարձր հռհռացին. «Մյունխաուզենը ճշտախոս մարդ է, հա։ Իսկ Մյունխաուզենը նրանց վրա ուշադրություն չդարձնելով շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք ծառ էր աճել։ Ծառ եղջերվի գլխին։ Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա բալ հյութալի, քաղցր բալ։ Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք։ Աշխարհում բարոն Մյունխաուզենից ավելի ճշտախոս մարդ եղե՞լ է արդյոք։